Գյորգի Բաչիաշվիլին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման կրիպտոարժույթի յուրացման համար։ Համաներդրումային հիմնադրամի նախկին ղեկավարը դատապարտվել է հեռակակարգով։ Բաչիաշվիլին անցյալ շաբաթ լքել է երկիրը։ Մեղադրյալը զրկվել է վերջնական հայտարարություն անելու հնարավորությունից։ Բաչիաշվիլին դատապարտվել է ազատազրկման կրիպտոարժույթով մինչև 43 միլիոն լարիի յուրացման համար։ Լելոյի առաջնորդ Մամուկա Խազարաձեն պետբյուջե վճարեց $650,000, գործը վերաբերում է Անակլիա նավահանգստին ստանձնած պարտավորությանը։ Արդարադատության նախարարության տվյալներով սա Խազարաձեի նկատմամբ սահմանված վճարն է։ Լելոյում համաձայն չեն արված հայտարարության հետ եւ ասում են, որ սա բարձավճար է այն վեճի համար եւ ոչ թե որևէ տուգանք։ Հիշեցնենք, միջազգային արբիտրաժային դատարանը չի բավարարել Մամուկա Խազարաձեի եւ Բադրի Ջափարիձեի հայցը Անակլիայի նավահանգստի վերաբերյալ եւ ինչպես հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արդարադատության նախարարը, արբիտրաժը պարտավորվեցվել է Վրաստանի կառավարությանը վճարել $650,000։ Ապագայում ԱՄՆ-ի մոտեցումներն ու համագործակցության ձևերը մեր երկրի նկատմամբ ցույց կտան, թե արդյոք հնարավոր է եղել հաղթել Deep State-ին Ամերիկայում, այս մասին գրել է Մամուկա Մդինարաձեն։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները տվել են բազմաթիվ հարցերի պատասխաններ, սակայն բազմաթիվ հարցեր էլ մնացել են անպատասխան։ Վերջին շրջանում Եվրամիության անդամ մի շարք երկրներ առանձնահատուկ ագրեսիա են արտահայտում Վրաստանի եւ երկրի օրինական ընտրված կառավարության նկատմամբ, որտեղ Բալթյան եւ Սկանդինավյան երկրները աչքի են ընկնում իրենց ամենակոշտ ու կեղծ հռետորաբանությամբ։ Նրանք կոպտորեն միջամտում են Վրաստանի ներքին գործերին, խրախուսում են արմատականությանը եւ բացահայտորեն աջակցում արհեստականորեն բողոքի ցույցերին։ Դերևս պարզ չէ, թե ովքեր են մասնակցելու 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Այն տեղի կունենա 7 ամսից։ Այս պահի առկա տեղեկությամբ ընդդիմությունից ծրագրում է առաջադրվել միայն Գիրչի կուսակցությունը։ Ընդդիմադիր մյուս քաղաքական սուբյեկտներն այս փուլում ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեն։ Վրացական երազանքը իր ընդդիմախոսների այս դիրքորոշումը համարում է դիվերսիա։ Սահմանադրության համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պետք է անցկացվեն հոկտեմբերի 4-ին։ Միխայիլ Սաակաշվիլիի գործով բյուջետային միջոցների յուրացման փաստով դատավճիռը կհրապարակվի մի քանի օրից։ Սաակաշվիլիի հետ մեղադրվում է նաև պետական պաշտպանության հատուկ ծառայության ղեկավար Թեմուր Ջանաշյան։ Այսօր մեղադրյալները հանդես եկան իրենց վերջնական հայտարարություններով։ Դատավորը մտավ խորհրդակցության, դատախազությունը սպասում է մեղադրական դատավճիռին եւ բացատրում, որ հանցագործությունը ապացուցված է բազմաթիվ ապացույցներով։ Մեղադրյալները խոսում են քաղաքական հետապնդումների մասին, խոսքը 9 միլիոն լարիի յուրացման մասին է։ Թատերական համալսարանի բողոքի շարժման շուրջ 10 ուսանողական կարգավիճակ կասեցվել է։ Ըստ նրանց հաղորդագրության էլեկտրոնային փոստայով ստացված հայտարարության մեջ նշվում է, որ էթիկայի հանձնաժողովը քննարկել է էթիկայի օրենսգրքով նախատեսված նորմերի խախտման հարցը եւ կայացրել է համապատասխան որոշում, թեև լրացուցիչ պարզաբանում չի տրվում։ Ուսանողների խոսքով իրենք չեն խախտել էթիկայի նորմերը եւ այս որոշումը կապված է Ռուսթավելի համալսարանի դեմ իրենց բողոքի հետ։ Ուսանողները 3 օր ունեն բողոքարկելու համար։ Գյորգի Շալուտաշվիլին դեռ չի ստորագրել որոշումը։ Թբիլիսիի Թատերական արվեստի պետական համալսարանի նախասրահում ուսանողական բողոքի ակցիան շարունակվել է ավելի քան 80 օր, իսկ մարտի 9-ին ոստիկանություն կանչելուց հետո նրանք ստիպված են եղել լքել շենքը։ Դատարանը նրանց տուգանել է 5,000 լարիով։ Քաղաքացիները հավաքվել են կինոյի եւ թատրոնի համալսարանի մոտ ի պաշտպանություն տուգանված եւ հեռացված ուսանողների։ Նրանք ասում են, որ համալսարանում տեղի ունեցող իրադարձությունները ուսանողական բողոքի ակցիաները ճնշելու փորձ են եւ իրենք մտադիր չեն համակերպվել դրա հետ։ Հանրահավաքի ընթացքում ուսանողներին աջակցության խոսքերով դիմեցին տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ։ 6 շաբաթ տևած քննարկումներից հետո մենք պաշտոնապես չեղարկում ենք USAID ծրագրի 83%-ը, սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո
Ռուբիոն։ Այժմ չեղարկված 5200 պայմանագրերը ծախսվում էին տասնյակ միլիարդավոր դոլարներ, որոնք որոշ դեպքերում հակաամերիկյան էին։ Կոնգրեսի հետ խորհրդակցելով մենք մտադիր ենք ավելի արդյունավետ կերպով կառավարել ծրագրերի մնացած 18%-ը պետդեպարտամենտի միջոցով։ Շնորհակալություն կառավարության արդյունավետության դեպարտամենտին եւ մեր աշխատասեր աշխատակազմին, ովքեր անհավասար, անհամար ժամեր աշխատեցին այս երկար, անհրաժեշտ ու պատմական բարեփոխումներին հասնելու համար, գրել է վերջինս։ Սիրիայում մարտերը շարունակվում են, ականատեսները լրատվամիջոցներին պատմում են ալավիների դեմ հետապնդումների եւ այդ թվում իրենց տներում ընտանիքների սպանության մասին։ Ալավիական աղանդը շիա իսլամի ջուղ է եւ կազմում է Սիրիայի բնակչության մոտ 10%-ը։ Բաշար Ալ-Ասադը պատկանում է հենց այս աղանդին։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով ուրբաթ եւ շաբաթ օրերին զոհվել է 973 խաղաղ բնակիչ, կան երեխաներ եւ կանայք։ Ազգային արժույթը ամրապնդվում է։ Փոխանակման կենտրոնում $1 արժեքը 2 լարի 77 թեթրի է կազմում։ Ամսվա սկզբից ազգային արժույթը դոլարի նկատմամբ ամրապնդվել է գրեթե 3 կետով։ Ազգային բանկի ներկայացուցիչի խոսքով այս ուղղությամբ մեծ ազդեցություն են ունենում արտարժույթի ուժեղ խոսքերը երկիր։ Քութայիսի միջազգային համալսարանը 2025-2026 ուսանողական տարվանից կմեկնարկի անգլերեն լեզվով բակալավրի նոր ծրագրիր՝ դիզայն։ Ինչպես հայտարարվեց ծրագրի շնորհանդեսում, ուսումը հաջողությամբ ավարտելուց հետո ուսանողները կստանան դիզայնի կրկնակի դիպլոմ Քութայիսի միջազգային համալսարանից եւ Նեոպոլի համալսարանից։ Ուսանողական գործընթացը կվարեն 2 բուհերի դասախոսներ։